Ձայնի աղբյուրները, ձայնի տարածումն ու անդրադարձումը։ Մենք ընկալում ենք բազմապիսի ձայներ, տերևների սվսվոցը և արվակի կարկաչը, թռչունների ծլվելոցը, մարդկանց և երաժշտական գործիքների արտկացած ձայները և այլն։ Համարյա բոլոր կենդանիներն օժտված են ձայն արձակելու և շրջապատի ձայներ ընկալելու ունակությամբ։ Ձայնի աղբյուր են տարբեր մարմինների կամ նրանց մասերի տատանումները։ Կիթառի հնչող լարին մոտեցրած թղթի շերտիկը հետ է ցատկում նրանից։ Ձեռքով լարի տատանումները դադարեցնելու դեպքում ձայնը մարում է։ Հնչող կամերտոնի տատանումները կարելի է հայտնաբերել թելից կախված թեթև գնդակի օգնությամբ։ Քիչ չեն այն դեպքերը, երբ տեսնում ենք մարմինները տատանվելը, բայց չենք լսում նրանց արձակած ձայնը։ Նույնիսկ հեռվից կարելի է լսել մեղվի թևերի թափահարումից առաջացած ձայնը։ Թիթեռները նույնպես թափահարում են իրենց թևերը, սակայն նրանց թռիչքը չի ուղեկցվում ձայնով։ Ձայն չենք ընկալում նաև այն ժամանակ, երբ մամլակի շուրթերի միջև ամրացված մետաղի քանոնը դանդաղ տատանվում է։ Դա վկայում է, որ ձայնի ընկալումը կախված է տատանումների հաճախականություններից, այսինքն մեկ վայրկյանում կատարվող տատանումների թվից։ Հաճախության միավորը հերցն է, որը գրվում է Հց։ Մարդու ականջը որպես ձայն ընկալում է միայն այն տատանումները, որոնց հաճախությունն ընկած է 17-ից 20,000 հերցի սահմաններում։ Այդպիսի տատանումները կոչվում են լսելի տատանումներ։ Մինչև 17 հերց հաճախականությամբ տատանումների առաջացրած ձայնը կոչվում է ինֆրաձայն, իսկ 20,000 հերցից բարձր հաճախականությամբ տատանումների առաջացած ձայնը ուլտրաձայն, որ ուրիշ ձևով անվանում են գերաձայն։ Տարբեր կենդանիներն ունեն ակուստիկ ձայնը, ինֆրաձայնը և ուլտրաձայն ընկալելու տարբեր ունակություններ։ Մենք ձայնը լսում ենք աղբյուրներից բավականին մեծ հեռավորությունների վրա, իսկ ինչպես տատանվող մարմնից ձայնը հասնում է մեր ականջին։ Պարզվում է, որ ձայնը լսելու համար աղբյուրի և ականջի միջի պետք է լինի որևէ հաղորդող միջավայր։ Տատանվող քանոնը շարժման ուղղությամբ առաջացնում է իր առջևի օդի խտացում, իսկ մյուս կողմում այն առաջացնում է իր հետևի օդի նոսրացում։ Օդի այդպիսի խտացումներն ու նոսրացումները արագ հաջորդում են իրար հաղորդվում ավելի հեռու գտնվող շերտերին։ Օդում տարածվում է ձայնային ալիք։ Երբ այն հասնում է մեր ականջին, մենք լսում ենք աղբյուրի արձակած ձայնը։ Ձայնը լավ են հաղորդում ոչ միայն օդը, այլև ջուրը, փայտը, հողը, մետաղները և այլ հոծ մարմիններ։ Տարբեր նյութերում ձայնը տարածվում է տարբեր արագություններում։ Օդում ձայնը տարածվում է մոտավորապես 340 մվ արագությամբ, ջրում 1500 մվ արագությամբ։ Երկու մարդկանց խոսակցությունը չեն խանգարում նրանց միջև գտնվող ծառը կամ ցանկապատը։ Դա նշանակում է, որ ձայնը շրջանցում է ոչ մեծ չափերի արձագանքները, սակայն ձայնը չի կարող շրջանցել զգալի չափեր ունեցող արգելքները, լեռը, շենքի պատը, անտառը և այլն։ Դրանք նման են ինքնատիպ հայելիների, որոնք հանդիպելով ձայնը անդրադարձնում են։ Երբ արգելքներից անդրադարձած ձայնը հասնում է մեր ականջին, մենք լսում ենք ձայնի արձագանքը։